ԱՄՆ-ն արդեն հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ, բայց մտադիր է շարունակել ռազմական գործողությունները, Թրամփի հայտարարությունն է. Մենք հաղթել ենք, ամեն ինչ ավարտվել է առաջին ժամվա ընթացքում։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ ԱՄՆ ուժերը գործողության ընթացքում ոչնչացրել են 58 իրանական ռազմանավ եւ զգալիորեն թուլացրել Իսլամական Հանրապետության կարողությունները։ Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չի վաղաժամ ավարտել հակամարտությունը։ Մենք չենք ուզում շատ շուտ հեռանալ, մենք պետք է դա ավարտին հասցնենք։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է ԱՄՆ բանտերից մեկի մենախցում, հաղորդում է իսպանական ABC թերթը։ ԱՄՆ իշխանությունները Մադուրոյին առևանգել են հունվարի 3-ին, ապա տարել Բրուքլինի կալանավայր։ Մադուրոն պահվում է մենախցում, բանտարկյալներին թույլատրվում է շաբաթական 3 անգամ 1 ժամով դուրս գալ իրենց խցերից, մշտապես շղթայված ձեռքերով եւ ոտքերով ու 2 պահակների ուղեկցությամբ, նշվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բանակցություններ են վարել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, կողմերը քննարկել են մի շարք հարցեր եւ պայմանավորվել շարունակել շփումները, գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը X-ում։ Ռուսական պատվիրակությունը ներկայացրել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը, իսկ ամերիկյան պատվիրակությունը ներկայացրել են Ուիտքոֆը, ֆինանսների նախարարը եւ նախագահի փեսան Ջարեդ Քուշները։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում, ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակի։ Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում, ես չգիտեմ, թե երբ նա կներկայացնի իր առաջին ելույթը։